Հմայակ պապի կուրծքը զարդարող այս շքանշանները հենց այնպես չեն շնորհվել։ Նրանցից յուրաքանչյուրը մարտացոլված է 88-ամյա վետերանի անցած ճանապարհը լիսխրագործություններով ու հիշողություններով։ 17 տարեկանում զորակոչել եմ բանակ, 42 թվին հոգոստոսի 17-ին։ Կռվին մասնակցել եմ 3-րդ ուկրաինական ֆրոնտում, կռվը ավարտել ենք Վենգրիա под озером Բալատոն։ Հմայակ Հարությունյանին թեկուզ չի հաջողվել Բեռլինում քոչարի ապրել, այդուհանդերձ նա այսօր էլ պատերազմի ավարտից 67 տարի անց հպարտությամբ է հիշում մեծ հայրենականի օրերը։ Չնայած որ Գերմանիան հասել է կպոստում Մոսկվայի, մենք համոզված ենք եղել, որ հաղթանակը մերն է։ Եթե Գերմանիան հաղթեր, Թուրքիան էլ կմտներ Հայաստան ու կբնաջնջեր։ Մեծ հայրենականում հերոսացած ու խորհրդային միության գաղափարակիր վետերանը չէր էլ պատկերացնում, որ մի քանի տասնամյակ անց պատերազմ կվերապրի, բայց այս անգամ ոչ թե մեծ ու անծայրած իր հայրենիքի, այլ իր բնորան Արցախ աշխարհի ազատության համար, ու Հմայակ պապը դարձավ շարժման ակտիվիստներից։ Թուրքներ ենք հավաքել, ժողովրդին կոչել ենք, որ вселяли уверенность, что мы на правильном пути, обратной пути нет, обратной дороги нет у нас. Մայիսի 9-ը Հմայակ Հարությունյանի համար տոն է նվիրումի խիզախման ու արդարության։ Երրատոնը նուտարանից բարձր ես տոն չեմ տեսնում։ Имеем право гордиться, что мы освободители։ Հմայակ պապը նաև հումորի մեծ վարպետ է, չնայած պատկառելի տարիքին հավաքել իմի է բերել ու հրատարակել է ծիծաղի սրագուլ քույկը ու խոստովանում է։ Հյումորը ես շատ եմ սիրում, առաջինը երկրորդն էլ ես ուզեցել եմ, որ տա մնա իմ երեխաներին, մեր երիտասարդներին։ Հումորը մարդու կյանքը երկարացնում է, ուրախապահում, ժպիտը երեսինապահում։ Երկու պատերազմ տեսած վետերանն այսօր էլ առույգ է ու պատրաստվում է մասնակցել եռատոնի միջոցառումներին, իսկ մինչ այդ 3 հարազատների շրջապատում նշեց 88-րդ տարեդարձը։ Գենադի Երեմյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։